Հնարամիտ հովիվը։ Լատիշական հեքիաթ։ Մի հովիվ արածացնում էր ոչխարներին։ Հանկարծ մի գառ ընկնում է առուն ու խեղդվում։ Ինչ անեմ, տխրում է տղան։ Տիրուհիս կսկսի բարկանալ, աղաս կծեծի, գրողը տանի։ Հազիվ էր տղան այդ բառերն ասել, որ ծառերի կատարները խշխշացին և հայտնվեց Սատանան։ Ինչ ես ուզում, այ տղա։ Դե գառի վարձը տուր, չէ որ դու նրան ջրի մեջ քաշեցիր։ Ինչքան ես ուզում։ Մի լիքը գլխարկ փող։ Լավ, եթե իմ բոլոր ասածները անես, մի լիքը գլխարկ փող կտամ քեզ։ Առաջին մրցենք վազքով, երկրորդը քար նետենք, իսկ երրորդը քարը ճզմենք։ Համաձայնվում է տղան։ Միայն թե քեզ հետ չեմ վազի, ասում է նա։ Անասուններին պիտի նայեմ, որ ցանքսերը չփչացնեն։ Իմ փոխարեն կվազի փոքր եղբայրս։ Նա այստեղ անտառում մոշի թփի տակ քնած է։ Ես նրան ասել եմ, որ վազել է պետք։ Միայն թե դու կանչիր Յանիտ, վազենք ու նա կգա։ Սատանան գնում է փոքր եղբոր ետևից։ Տղան լսում է, որ Սատանան գոռում է Յանիտ։ Շուտով Սատանան վերադառնում է նապաստակը նրանից առաջ անցած։ Սատանան մի մեծ քար է վերցնում ու վեր նետում։ Քարը ընկնում է 3 ժամ հետո և 3 բաժին էլ մտնում է հողի մեջ։ Իսկ տղան գրպանից հանում է թռչնակին և օդ նետում նրան։ Թռչնակը 3 ժամ հետո էլ չի վերադառնում։ Միթե թռչնակը կվերադառնա։ Նորից է Սատանան պարտվում։ Առաջինը նապաստակին, երկրորդը թռչնակին։ Այդ ժամանակ Սատանան վերցնում է քարը և այնպես է սեղմում, որ քարից փոշի է թափվում։ Բա այսպես կսեղմեն, ծիծաղում է տղան։ Ես այնպես եմ սեղմում, որ քարից ջուր է կաթում։ Եվ տղան տոպրակից հանում է մի խնձոր և այնպես է սեղմում, որ խնձորից հյութը ցայտում է գետնին։ Ինչ արած, Սատանան նորից է պարտվում։ Դե հիմա շուտ վազի ու փողերը բեր, ասում է տղան։ Սատանան վազում է փողի ետևից։ Մինչև նրա գալը տղան ծակում է գլխարկը և կանգնում է կարտոֆիլի փոսի մոտ։ Սատանան բերում է փողը, լցնում է գլխարկի մեջ։ Լցնում, իսկ գլխարկը դատարկ է ու դատարկ։ Բոլոր փողերը լցվում են կարտոֆիլի փոսի մեջ։ Էս ինչ մեծ գլխարկ է, զարմանում է Սատանան։ Լավ, դատարկ մի խոսիր, դու փողը լցրու, փողը։ 9 անգամ խեղճ Սատանան վազում է փող բերելու։ Վերջապես և գլխարկը, և կարտոֆիլի փոսը լիքը լցվում են։ Այժմ հովիվն այնքան փող է ունենում, որ կարողանում է տիրոջը վճարել խեղդված գառի գինը։ Դեռ ինքն էլ մնում է լի ու լի։